Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 4-ն է 2026 թվական։ Սկսենք Հայաստանին վերաբերվող թեմայից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Դե արդեն հետագա լուրով ասվեց, որ մասնակցել են, Ալիևն էլ է մասնակցել, փոխադարձաբար փոխանակվել են հաճոյախոսություններով խաղաղության հետ կապված, բայց ընթացքում նաև հանդիպում էր եղել։ Աբու Դաբիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նրանք հանդիպել են ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ընդլայնված կազմերով։ Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիևը քննարկվել են TTIP եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, ասված է հաղորդագրությունում։ Իհարկե ավելի երկար էր այդ հաղորդագրությունը, բայց մոտավորապես պատկերացրիք խնդիրը որն է։ Ցանկացած հիմա այս ընթացքում քայլ է գնում այսպես։ Հիմա ինչ էր։ Ադրբեջանը կարող էր պայմանավորվածության ձեռքով այդ տարածքները հետ ստանալ, բայց Ադրբեջանը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, մեզ պետք էր, այսինքն մենք պետք է պատերազմեինք, այլապես Հայաստանը կկորցնեինք, իհարկե անտրամաբանական բան էր, ոչ մի ձևով չկարողացավ բացատրի, թե մեր ինչին էր պետք պատերազմը, եթե պետք է հանձներ։ Չէ, պատերազմը մեզ պետք չէր, պատերազմը Ալիևին էր պետք, որ ինքը լներ հերոս։ Ոչ թե այդ տարածքները 5 միլիարդով առավ, այլ ինքը գրավեց, ինքը զորավարներ, ինքը հաղթողներ, որպեսզի ինքը ցմահ պաշտոնավարի, հետո էլ ոնց որ հերը իրան հանձնեց, ինքն էլ իր երեխային հանձնի։ Բայց հիմա նաև եկանք հաջորդ փուլը, ինչը Ադրբեջանին պետք։ Ադրբեջանը խաղաղությունն է բերել, ինքը բարբերաբար ասում է այդ նախաձեռնությունը հիմնա խաղաղության, հիմա էլ ինչ է իրան պետք։ Հասարակական կարծիք ստեղծեց աշխարհում, որ որտեղ գնայր ասում էր Հայաստանը օկուպացրել Ադրբեջանի 20%-ը, անընդհատ այնպես արեց, բոլորին առավ, տարբեր պաշտոնյաների եւ այլ, այնպիսի մթնոլորտ ստեղծեց, Հայաստանում էլ այնպիսի քաղաքականություն վարվեց, որ աշխարհի հետ համահունչ չէր, եւ արդյունքում ստացվեց ինքը պատերազմը սկսեց 44 օր ոչ մեկն էլ չկանխեցին, եւ արդյունքում ինքը պատերազմով վերցրեց դա։ Հիմա էլ իրան պետք է խաղաղություն, որովհետև որևէ մեկը իրան ագրեսոր օկուպանտ չհամարի։ Այսինքն իրան պետք է, որ 907 բանաձևը Ամերիկան հանի, պետք է, որ Եվրոպան, եթե հենց անկարծ մի հատ որոշում է կայացնի, դեպ նաև Ֆրանսիայի պարլամենտն էլ որոշման մասին էլ կխոսենք, այսինքն այդ դեպքում ասի ժողովուրդ, դուք ինչ եք ուզում։ Դուք չեք լսում Հայաստանի վարչապետին, որը նստում է շնորհակալություն հայտնում, դուք չեք լսում Հայաստանի նախագահին, որը նստում շնորհակալություն հայտնում, դուք չեք նայում խաղաղության մրցանակ ենք ստացել, մարդը ինչպես է արտահայտվում այդ խաղաղության համար եւ մեր համատեղ ջանքերի համար։ Այդ դուք ում շահերն եք պաշտպանում։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ դուք ավելի շատ է ձեր ջանը ցավում Հայաստանի համար դրսից, քան Նիկոլ Փաշինյանին, է։ Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանն ասում է դրսից ով խոսա, ինչի ես դրսից խոսում, արի ներսից խոսա, որպեսզի ցույց տա, որ եթե ինքն ներսն է, ուրեմն ինքն է ամենաշատ ցավում Հայաստանի համար։ Այսինքն հասկացաք, որ Ադրբեջանին պետք է հաղթանակի կերպարը կերտել հաղթողի Ալիևի համար, հիմա էլ խաղաղություն բերողի, Հայաստանն էլ պետք է, որ Նիկոլ Փաշինյանն ասի, ես եմ խաղաղությունը բերել, ժողովուրդը ինձ ընտրում է խաղաղության համար, եթե ինձ չընտրի, պատերազմ կլինի։ Այս է հարցը, այնպես որ հիմա առաջիկա ընտրություններից առաջ իհարկե այդ առիթը պետք է օգտագործվի, Թուրքիան պետք է ժեստեր անի, մարդիկ արդեն ասել են, որ իրանց համար կարևոր է աջակցելը Փաշինյանին, այնպես որ ուզեմ ասեմ, սա այդ ամբողջ համատեքստում է։ Բայց հարցը մի ուրիշ բան է, ինչքան էլ ուզում է Նիկոլ Փաշինյանի գլուխը խառը լինի, բայց եթե մի բանի մարդուն սովորացնում ես, հայտնի արտահայտություն կա, չէ՞, ասում է անսովորին մի սովորեցրու, սովորին մի կտրի։ Ամեն առավոտ մարդը ծուղրուղուն հնչեցնում էր։ Մարդը
Արտանում էր գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ։ Բայց այսօր չես սիրում բոլորիս։ Այդ ինչքան էր գլուխը խառը։ Ինքնաթիռից թող ասեր բարի լույս, չնայած այդ ժամին ինքնաթիռում չէր։ Տեղ հասնելուց ասեր բարի լույս։ Ուրեմն հենց Ալիևին տենում է չոքերը թուլանում, հա, արդեն մեզ չի սիրում։ Բաղով պետք է սրտիկը դներ, մի հատ սրտաճմլիկ երաժշտություն դներ, ցիլոն գլխին նկարվեր, Ժորժ ջան, արդեն մարդիկ սովորել են։ Հիմա որ մարդիկ առավոտ քնից չարթնանային, սպասեին, որ ծուռուղուն հնչի նոր արթնանային, բա մե ինչ են անելու այդ մարդիկ։ Այնպես որ եթե մի բան անում ես, մինչև վերջ արա, եթե դա պետք է էպիզոդի գլդի, լավ, այսօր ձեզ սիրում եմ, բայց վաղը Ալիևին եմ սիրում, սպասեք, դուք մի քիչ սպասեք, ձեր հերթը կգա, այտենց չի լինում։ Հիմա նայենք Իրանի հետ կապված, ինչքան էլ հիմա գնում են բանակցության փուլ, բայց այնուամենայնիվ հո լարվածությունը չավարտվեց, ինչի չավարտվեց, որովհետև Իսրայելը միշտ էլ մտածում է, իսկ արդյոք ժամանակը հօգուտ Իրան է, թե Իվանաց Իրան է, քանի որ հիմա վուղն ու ծուծով իրանք առանց փամփուշտ կրակելու Իսրայելը գերի ավերցրել Դոնալդ Թրամփին, գոնե հիմա Թրամփից առավելագույնը պոկի, հա, բայց ուրիշ խնդիր է։ Եթե Թրամփն էլ գտնում է, որ այս պայն խփելը վտանգավոր է նաև Իսրայելի համար, բա որ չկարողանան պահել Իրանը հարվածներ հասցնի, այսինքն ավելի լավ է պայմանավորվենք, հա էլի պայմանավորվենք, բայց պայմանավորվում եք Իսրայելը վտանգը նույնից շարունակվում է մտածել, բա այդ որ պայմանավորվեցիք, հետո բանա Իրանը իրան հարվածի, բանն էլ Թրամփն էլ արդեն ժամկետն ավարտացել է, բա ինչ է անելու։ Դրա համար ոչ մի օր այս լարվածությունը չի ընդհատվելու։ 12 օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ որ 12 օր հետո ինչ որ համաձայնության եկանք, օր չկար, որ մենք Իրանի թեմայի մասին չխոսեինք։ Հոդ այն ժամանակ էլ լարովները չկար, մարդիկ փողոց դուրս չէին եկել, ցույցեր չէին անում, չէր թարմացել են թեման, որ կարող է իշխանությունը փոխեն, բայց այդ լարվածությունը պարբերաբար անհանգստացնում էր։ Հիմա ինչ է, բանակցային պրոցես են մտել, Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ ուրբաթ օրվա բանակցությունների վայրն ու ձևաչափը, ցանկանալով, որ դրանք տեղափոխվեն Օման։ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ոչ թե մի քանի արաբական եւ մուսուլմանական երկրների հետ, որոնք ներկայ են լինելու որպես դիտորդներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու Իրանի խնդրանքին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը։ Հիմա հարց. Թուրքիան ինչքան է Իրան կոտորում, որպեսզի Իրանին ցույց տա, որ ինքը միջնորդական առաքելությամբ է հանդես գալի, ինքը համարում է, որ խաղաղություն լինի, ինքը ամեն ինչ անում է ջանք ու եռանդ չի խնայում, ասում է Ամերիկայի հետ էլ խոսամ, պատերազմ պետք է չլինի եւ այլ եւ այլ։ Իրանը այդ ամեն ինչը լսում է, բայց ասում է պետք է Թուրքիան ցույց չտա, որ որևէ խաղաղության գործընթացում ինքը ներկայացված է։ Բա ինչի՞։ Որտեղ ինքը հասկանում է, չէ՞ որ Թուրքիան ուզում է ռուս-ուկրաինական պատերազմն էլ ասի, ես միջնորդական առաքելությամբ հանդես եկա Հայաստան-Ադրբեջան ցանկացած հարցում ինքը ցանկանում է քիթը խոթի եւ դրանով իր դերակատարությունը կարեւորի, որ ես եմ հարց լուծող երկիրը, առավելևս որ լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց Իրանն էլ է հոդա հասկանում։ Իսկ դրանից մենք պետք է եզրակացություն անենք։ Նույնիսկ Իրանի շահերը սպասարկող Թուրքիան այս վերջի մի քանի օրը ասում անգեր ես հարթակ տրամադրեմ եկեք ստեղ, ասում է չէ, քու մոտ չենք գալու։ Եվ Ամերիկան ընդունում է Իրանի պահանջը։ Չնայած դեմքը փրկելու համար ասում է բանը ընդունեցինք Իրանի խնդրանքը, բայց Իրանը չէր խնդրել։ Իրանը ուղղակի ասել է ես Թուրքիայում չեմ հանդիպի։ Սա խնդիր է նաև մեզ համար, որ մենք հասկանանք, այդ որ տենց քծվելով, ասում ենք Թուրքիայի հետ ենք լավ, Իրանի հետ ենք լավ, Ադրբեջանի հետ, Ռուսաստանի հետ, Ամերիկա, Եվրոպա, տենց չի, ժողովուրդ ջան, նույնիսկ այն Թուրքիան, որը Իրանին պաշտպանում էր, Իրանը չցանկացավ իրան պարտավորված զգա Թուրքիայի հանդեպ եւ չցանկացավ, որ Թուրքիան իրան հարց լուծողի տեղ դնի Ամերիկա-Իրան հարաբերություններում։ Թվում է թե ինչ է, մի հատ հասարակ հարց է, այնտեղ չես հանդիպի, այնտեղ կհանդիպես։ Այտենց հարցերում նրբություններ չկա։ Դրա համար հատուկ ուզեցա այդ ձեր ուշադրությունը դրա վրա սևեռեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իրեն տված խոսքը ուժեղ ցրտերի ժամանակ մեկ շաբաթ ուկրաինական քաղաքներին չհարվածելու վերաբերյալ։ Կիրակից կիրակի էր եւ այն նորից սկսվեց։ Նա 3 գիշեր ուժեղ հարվածեց։ Նա պահել է իր խոսքը։ Դա երկար ժամանակ է, գիտեք, մեկ շաբաթ, այնտեղ շատ ցուրտ է, բայց կիրակի էր եւ նա դիմացավ կիրակից կիրակի, հայտարարել է Թրամփը։ Իդեպ ես չգիտեմ կիրակից կիրակի է թե չէ, որովհետեւ այդ 7 օր չտևեց, որ Ռուսաստանը չէր հարվածում, այնպես որ եթե Դոնալդ Թրամփը այդ կարծիքին հաստատ իր հետախուզական տվյալները իրան զեկուցել են, ինքը չի ուզում ուղղակի ընդունի, որ իր խոսքը չի հարգվել Ռուսաստանի կողմից։ 7 օր չի եղել դա։ Բայց լավ, համարենք ենթադրենք 7 օր եղել եւ խոսքը պահեց Ռուսաստանը եւ այլ, բանակցություններից առաջ հերթական առիթ է, որպեսզի էլի Պուտինին հաջողախոսությամբ հանդես գա։ Իմաստը չես հասկանում, թե ուզածդ ինչ է վերջապես։ Թրամփը կրկին կոչ է արել Պուտինին դադարեցնել Ուկրաինայում Կրեմլի կողմից գրեթե 4 տարի առաջ սանձազերծված պատերազմը։ Ես ուզում եմ, որ նա դադարեցնի պատերազմը, ասել է Թրամփը։ Հարցին արդյոք հիասթափված է, որ Պուտինը չի երկարաձգել հրադադարը, Թրամփը պատասխանել է. Ես կցանկանայի, որ նա դա աներ։ Չնայած իր խոսնակն էլ ասեց, որ իր համար անսպասելի չէր, որ Պուտինը շարունակելու է հարվածի։ Այնպես որ բանակցությունից առաջ այս վիճակն է, բայց երբ որ ինքը ժեստեր է անում Ռուսաստանին, Պուտինին, Պուտինն էլ անմիջապես մտածում է, որ փորձի Իրանով անի Չինաստանին։ Այնպես չի, որ այսօր Պուտինը այն վիճակում է, որ Չինաստանին կարող է Իրանով անի, այս ամեն դեպքում այդ ժեստերն անում է, որից կախված է Չինաստանը ավելի է մեծացնում կախվածությունը Ռուսաստանի։ Բայց հիմա Ռուսաստանը ճարահացյալ ձեռը ամեն տեղ է գցում, էլի։ Դրա համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է։ Պուտինը բարի ավանդույթ է համարել տարվա սկզբին Սի Ցզինպինի հետ իր շփումները, նշելով, որ 2026 թվականի զրույցի ամսաթիվը խորհրդանշական է ընտրված չինական ժողովրդական օրացույցով այսօր գարնան հաստատում Լի Չիյունն է, որից հետո հեռանում են սառնամանիքները, գալիս են նորացում եւ նոր ցիկլի սկիզբ բնության մեջ, հավելել է Պուտինը։ Թե սրտաճմլիկ բաներն ինչ ես ասում այն ասա վերջը ինչ ես ուզում այդ մարդուց։ Իհարկե մենք գիտենք, Ժողովուրդ ջան, որ Չինաստանից ինքը ինչքան է կախված, այն աշճանի, որ իր տարածքները ասենց հետևողականորեն մեթոդաբար տալիս է Չինաստանին եւ բացի դրանից էլ արդեն հիմա հասկանում է, որ մենակ Չինաստանին տալով չի լինի, արդեն անցել է Հնդկաստանի կողմը։ Չնայած Հնդկաստանը տերիտորիալ հավակնություններ հանդես չի բերում, ուղղակի sense մտնում է Ռուսաստան։ Բայց մի խնդիր էլ կա, դա էլ հասկանանք, օրինակ տեսեք, կյանքը վատանում է Ռուսաստանում։ Մարդկանց բռնում տանում են կռիվ։ Մարդը, որը գնացել է աշխատանքային միգրանտ Կովկասից կամ կենտրոնական Ասիայից, բռնում տանում են կռիվ։ Մարդերը ասում են ձեռես առաքես։ Եկել ենք մի կտոր հաց աշխատենք, մեր տուն ուղարկենք միջ չէ փող։ Այդ ինչ չես բռնում ուղարկում կռիվ։ Այտենցա որ ինչ կամ էլ կյանքը թանկացել է, աշխատածից բան չենք հասկանում։ Տակը բան չի մնում, իմաստը որն է։ Հասկացավ ինքը, որ դրա դեմը չի կարող առնի, հասկացավ, որ հիմա ինքը լուրջ պրոբլեմներ ունի, չի կարողանում ինքը աշխատողի հարց լուծի։ Ցույց տվեց, որ ինքը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, այսպես դուրս եմ անում կենտրոնական Ասիայից եւ դուրս եմ անում Կովկասից, արդյունքում բերում եմ հնդիկներին։ Նրանք, ովքեր Հայաստանում տեսել են եկած հնդիկներին, ոնց են 20-30 հոգով մի տան մեջ ապրում, ու մարդիկ նույնիսկ զարմանում են, ասում են՝ լավ, մարդը ստեղ ապրում է, այս ցածր աշխատավարձի գործերը չի տեղավորվում, որ աշխատի, չի աշխատում։ Հնդիկը ոնց է գալիս, աշխատում ու տեղավորվում է, համ վարձ է տալիս, համ էլ տեղավորվում է։ Նա սովոր է, որ 20-30 հոգով մի հատ տան մեջ ապրեն, սովոր է ընդհանրապես, որ այնտեղ խոզանոց լինի, այնպես որ նա ի վիճակի է տեղավորվում է այդ գումարի մեջ։ Այսինքն Ռուսաստանին այսօր պետք է այնպիսի աշխատուժ, որ ընդհանրապես ոչ մի պահանջ չունի կյանքի նկատմամբ։ Զիբլի մեջ կարա ապրի, 50 հոգով միտեղ կքնեն, հետո այդ զիբլի մեջ ապրողն էլ չտեսին ման կգնա կհարցակվի ռուս կանանց վրա, արդյունքում հնդիկների արտադրությունը դրած ասենց հոսքագիծ է։
Եվ ինքը պարզապես գիտի, որ չի կարող ուրիշ տեղից աշխատուժ բերի։ Ռուսները չեն գա երկիր, որովհետև բռնում տանում է։ Էլ չեմ ասում էթնիկ փոքրամասնություններին հետևողական ոնց է տանում կոտորի, որ վաղը ընդհանրապես այդ խնդիրն էլ չառաջանա, մեկը ասի ես խանտի մասիսկից եմ, մեկը ասի ես սախա յակուտ եմ, մեկը չնայած դժգոհություններ առաջանում է, բայց հիմա դա ճնշում է։ Ինձ էլ իհարկե հարց տալիս են, ասում են, բայց Ռուսաստանի վիճակը այդքան վատ է, ոնց դուք եք ասում, բա ոնց է կռիվը շարունակում։ Խորհրդային միության վիճակն էլ վատ էր, կռիվը շարունակեց, հետո պատերազմը դադարեցրեց Աֆղանստանում 10 տարի կռվելուց հետո 89 թվականին դուրս եկավ, 91 թվականին Խորհրդային միությունը փլուզվեց։ Իսկ Խորհրդային միությունը 15000 զոհ էր տվել, ընդամենը 1,5 միլիոն չէր տվել ոնց որ հիմա։ Խորհրդային միությունը անհամեմատ ավելի հզոր էր, քան ասենք այսօր Ռուսաստանը։ Այնպես որ այդ հարցը որ տալիս են, ասի լավ, տենց չգրեմ ուղղակի գրատի տակ, պատասխանեմ, վիճակը վատ է, բայց ժողովուրդը ինչի փողոց դուրս չի գալի, չի բողոքում, ասեն, բա ինչի ժողովուրդը փողոց դուրս չի գալի։ Հենց փողոցա դուրս գալի, կալանավորում են, տանում են Ուկրաինա կռիվ։ Այդ դրա համար դուրս չի գալիս։ Ասպա ռազմական գործողության ժամանակ ինչ միտինգ եք անում։ Չգիտեք ինչի դուրս չի գալի։ Չգիտեք ոնց են փակել, որ չիմանան ինֆորմացիան, որ հիմա ցրտից ինչ է կատարում տարբեր քաղաքներում, տարբեր բնակավայրերում։ Այնպես որ այս պատերազմը քայքայիչ պատերազմ է, ժողովուրդ ջան։ Բայց Թրամփը հասկացավ, որ էս ինչ է կատարում Սի Ցզինպինին Իրանով, անմիջապես դրանից հետո Չինաստանի նախագահի հետ խոսում է Թրամփը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսի հեռախոսազրույցի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդում։ Դե կարևոր արդեն փաստն է, որ Սի Ցզինպինը Պուտինի հետ խոսելուց հետո անմիջապես Թրամփի հետ է խոսում, այսինքն նաև բովանդակություն քննարկեն եւ մեկ էլ հանկարծ իրանց հարաբերությունները հանկարծ որևէ ձևով Չինաստանը չթեքվի դեպի Ռուսաստան։ Չինաստանը Ռուսաստան չի թեքվի։ Չինաստանը Ռուսաստանի շալակին նստած է, թեքվել է ո՞րն է։ Չինաստանին դու պետք է քո մոտ կանչես, բայց Ռուսաստանին մեկուսացնես, այդ է հարցը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է ներողություն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով Ուկրաինա, ԱՄՆ եւ Ռուսաստան, այնուհետև աշխատանքը կընթանա առանձին խմբերով, կենտրոնանալով որոշակի ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների սինխրոնացում, գրել է Ումերովը։ Դա արդեն առավոտյան հաղորդագրություններ ավելի ուշ չհանդիպեցի, թե ոնց է ավարտվել, չնայած սպասել, որ ինչ-որ լուրջ հայտարարություններ պետք է լինեն, դա այդքան էլ այդպես չի, որովհետև իրանք դեռ բաներ են ունենում պայմանավորվելու։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի հետ կապված մի բան, որ հաստատ է, այսինքն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները Դոնալդ Թրամփը հատկապես ստվերային նավատորմի հետ կապված, նաև նավթի հետ կապված, բայց եւ միևնույն ժամանակ, եթե համակարգված ձևով Ռուսաստանին ճնշելու քաղաքականություն է ստանում, հիմա էլ Էստոնիայի իշխանություններն են իրենց ներքին ջրերում Բահամյան կղզիների դրոշի ներքո Էկվադորից Սանկտ Պետերբուրգ նավարկող Baltic Spirit կոնտեյներային նավ վեն կալանել, նավը կասկածվում է մաքսանենգության մեջ, անգամ ասել են կասկածում են թմրանյութերի հետ կապված, չնայած Baltic Spirit-ը Ռուսաստան էր մեկնում, այն մաս չի կազմել այսպես կոչված սֆերային նավատորմի, նավերի խմբի, որն օգտագործվում է Մոսկվայի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար։ Ընդհակառակը Էստոնիայի իշխանությունները շեշտել են, որ այն կասկածում է ոչ թե պատժամիջոցների խախտման, այլ Էկվադորից մաքսանենգության մեջ, բայց հիմա նայեք, մի բուռ երկիր է Էստոնիան։ Բան չի վախենում ռուսական նավը կալանելուց։ Այդ Ռուսաստանը, որ տենց հաթաթայ է տալիս սրան նրան, ամենաշատ վախենում են նրանք, ովքեր Ռուսաստանի ազդեցության տակ չեն եղել։ Էստոնիան էլ է եղել, նա գիտի Ռուսաստանի որ ասած նա բլեֆ, որը իրականություն։ Այդ արևմուտքում է մեկ ասում, այ մարդ չես իմանա Պուտինն ինչ կանի։ Ինչ կանի։ Դե մի Էստոնիան նավը կալանել է, դե արա տենանք ինչ ես անում։ Սա ուղղակի կոնկրետ գործողություն է ցույց տալու համար, որ Ռուսաստանի դիրքերը այտենց կայուն չեն, էլի։
Իսկ հիմա նայենք, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, կամավորների կոալիցիայի զորքերի տեղակայումը Ուկրաինայում կհամարվի օրինական ռազմական թիրախ եւ խաղաղության համաձայնագրից հետո դրանց տեղակայումը բացարձակապես անընդունելի է։ Ինչի՞ նորից անդրադառնում սա, որտեղ պարբերաբար Ռուսաստանը այդ մասին ասում է, երեք էլ Կիևում երբ որ ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մարկ Ռյուտեն, ասեց, երբ որ խաղաղությունը կլինի, կբերենք զորակայանը կդնենք ստեղ։ Հա բայց հիմա Ռուսաստանն ասում է, ես դեմ եմ դրան, բայց այդ խաղաղության պայմանագրի հետ կապված ամբողջ փաթեթը քննարկվում է, որ Ամերիկան ասում է, այո, Եվրոպան պետք է խաղաղապահ ուժեր տեղակայի իմ երաշխավորությամբ։ Այսինքն ստացվում է, որ Դոնալդ Թրամփը մի բան խոստանում է, Ռուսաստանն ասում է, հենց Եվրոպան ընդեղ լինի, ես կհարվածեմ նրանց։ Բա Դոնալդ Թրամփը բա խոսա։ Բա Պուտինն ասես խոսքս պահել է։ Պուտինը խոսքը պահել է։ Բա Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը չի ասում։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արևմտյան երկրների զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում ինչ-որ դրոշի ներքո սպառնալիք կլինի մեր անվտանգության համար։ Այդ զորքերը կամավորների կոալիցիայի գլխավորեն Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Այս ամենն իհարկե օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի իրականացման անթակույց ծրագրեր են։ Այդպես պետք է դա անվանել, նշել է Զախարովան։ Զախարովան պաշտոնական ներկայացուցիչ է, դա իր ռազմական կարծիքը չի ասում։ Այսինքն ստացվում է Ռուսաստանը կտրականապես դեմ է, որ եվրոպացիք խաղաղությունից հետո ներկայացված լինեն Ուկրաինայում։ Ինչ է այն կդրանից անհանգիստ։ Եվրոպան պետք է իր վրա հարձակվի, հարձակվողը ել կհարձակվի էլի։ Ոչ, ինքը հույս ունի, որ հետո մի քիչ այս վիճակից դուրս կգա, մի հատ է կփորձի առաջ գնա։ Բայց հիմա տեսեք ինչա կատարվում, այս շատ հետաքրքիր է, էլի։ Ռուսաստանի նախագահի մամլի քարտուղար Դմիտրի Պեսկով, Մոսկվան երախտապարտ է ամերիկացի բանակցողներին նրանց կողմից Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Յա, լուրջ։ Բաս մեկ եւ մենք ուզում ենք շարունակենք, Կիևը պետք է գրավենք, Թրամփն էլ ասում էր, ես չլնեմ Կիևը գրավելու են, հետո տեսա, որ չէ, դեն չի ստացվի, ինքը չէր Կիևը չէին գրավել, ասել, ճանապարհը որ ցեխոտ չլներ Կիևը գրավելու են, այդ լսել ենք, այդ գիտենք, բայց հարցը ուրիշ է, բա տպավորություն է ստեղծում Դոնալդ Թրամփը, ասում է, ինձանից առաջ Բայդենը թուլեր, հիմա ես եմ ուժեղ եմ, դրա համար Թրամփը ներողություն, Պուտինը ստիպված պետք է գնա խաղաղության Թե չէ ինքը ուզում է գրավի ամբողջ Ուկրաինան։ Հիմա Պուտինի քարտուղարը մամուլի, Պուտինի անունից երախտապարտ է Ամերիկային, որը ցանկանում է կարգավորի։ Բայց եթե դու ստիպում ես Պուտինին, բայց եթե դու պարտադրում ես գնա խաղաղության, իբր թե Ուկրաինային ես լավություն անում, որ պատերազմը դադարի, որովհետև անընդհատ Ռուսաստանը առաջ է գալի։ Բա Ռուսաստանը փոխանակ քեզանից դժգոհի։ Ինչա երախտապարտ։ Ինչ է քեզ շնորհակալություն հայտնում, որ դու օգնում ես, որ պատերազմը դադարի, բայց մեր պատերազմը չի դադարի, մինչև մենք մեր վերջի ծրագիրը չիրականացնենք, հատուկ ռազմական գործողության նպատակները պետք է իրականացնենք։ Հիմա քեզ Տրամփը չի թողում իրականացնես, ասում է պատերազմը պետք է դադարի, բան չես երախտապարտ։ Դեմ ենք հո գիտենք ինչ ես երախտապարտ, որովհետև հալ չկա վրա այդ որ պատերազմը շարունակես։ Ով չգիտի, որ Տրամփը հիմա այս պահին քո թիմից է խաղում։ Եվ այնքան քեզ համար բան անում պատերազմի հետ կապված, որ իրան իրավունք է վերապահում թևերը կտրի նավթի հետ կապված։ Ասում բա ինչ ես ուզում լինի։ Հազիվ էշ գնացիր, այդքան լծակդ կորցրեցիր։ Արաբները կորցրեցին շուրեկանք դեպի խորհրդային միություն դեռ 73 թվականի էմբարգոից հետո։ Ռուսները չարաշահեցին դա, որ Եվրոպան մեզանից է կախված, ինչ ուզենք, կանենք, ինչ կուզենք, կպարտադրենք, Տրամփն ասեց, էս ինչ միամիտ է, Եվրոպային վերեք անկախացնենք, քիչ է, կախվածության մեջ գցենք Ամերիկայից։ Տեսա, որ Եվրոպան ասում է, այդքան էլ համաձայն չեմ, ռուսական կախվածությունից դուրս գամ ամերիկյանի մեջ ընկնեմ, ասեց ոչինչ։ Հիմա Հնդկաստանի հետ կխոսենք, հիմա Չինաստանի հետ կխոսենք, այսինքն Վենեսուելայի պաշարները կվերցնենք, աշխարհում լուրջ դերակատարություն կունենանք, Ռուսաստանի թևերը կկտրենք, Իրանի թևերը կկտրենք։ Սա է։ Այդ դրա համար երախտապարտ եք Թրամփին, լավ գիտեք ինչի համար։ Մեր դիրքորոշումն առավելագույնս պարզ է, այն լավ հասկանալի է թե Կիևի վարչակարգին և թե ամերիկացի բանակցողներին, որոնք լավ ծառայություններ են մատուցում եռակողմ բանակցությունների անցկացման գործում և որոնց մենք երախտապարտ ենք նրանց ջանքերի համար, նշել է Կրեմլի խոսնակը։
Ինչպես տեսնում եք, հաստատ եթե քեզ պարտադրում են, դու երախտապարտ չես լինի։ Այդ ուղղակի մենք իմանանք, դնենք մի դարակում, վաղը մյուս օրը այս նույն մարդիկ ուրիշ ձևով են, էլի, ինչ որ բաներ ձևակերպելու։ Չնայած ակնհայտորեն դե գիտեք, որ մենք ինչի ենք այդքան անհանգիստ սպասում ուկրաինական պատերազմը ինչով կավարտվի, որտեղ դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Մենք որտեղ ենք, ինչ տեղ ենք։ Ուժերի մեջ է բաժանած, թե թույլի իրավունքը հարգվում է ուժով։ Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն 183 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև։ Ֆրանսիան պարտավոր է գործել, երբ մյուսները լռում են։ Մենք պաշտպանում ենք քրիստոնյա ժողովրդի գոյատևման իրավունքը այն տարածաշրջանում, որտեղ նրանք փոքրամասնություն են, գրել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր բանաձևի համահեղինակ Լորան Վոկիեն։ Իդեպ ինքը եղել է ժամանակին նաև Բարսագույն կրթության նախարար, եղել է քաղաքապետ, կուսակցության ղեկավար, այսինքն հայտնի մարդ է, այնպես որ բացի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ լինելը, կարևոր է, որ ասենք այս հարցի հետ կապված, ինչպես տեսնում եք, միջազգային հարթակներում իրանք չեն համարում, որ Արցախի հարցը փակված է, եւ իրանք չեն համարում, որ պետք է ասենք, սպասենք, թե Հայաստանը բանակցում է, տեսնենք ինչ է ալնում։ Ակնհայտորեն մենք գիտենք, որ այն պաշտոնյաները, որոնց որ Ալիևը պահում է, այդ պաշտոնյաներին պահում է անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար, այն ինչ որ պետք է Նիկոլ Փաշինյանի դեմ էլ ասելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ լավ էլ բանակցում էր, լավ էլ հարցեր էին լուծում, լավ էլ խաղեր էին տալի Արցախի ղեկավարության հետ, եւ այդ ամեն ինչը Ալիևը օգտագործում է նաեւ որպես լծակ։ Իմ ուզածը կանես, չես անի, մեզ մարդիկ կդնեն քու դեմ բաներ կասեն, կամ արդեն ասել են, մենք գիտենք բարձրացան չասեն էլ թե չէ, դե արի իմացի ասել են թե չէ։ Այսինքն դա նշանակում է մի բան, որ կոնկրետ պաշտոնյաները նպատակային պահվում են նաև դրա համար։ Իր ուզած պահանջը Նիկոլ Փաշինյանը կկատարի։ Դա նշանակում է ընտրություններից առաջ դեռ Նիկոլ Փաշինյանը խոստումներ պետք է տա, ինքը գոհ մնա, որ իմանա այդ մարդկանց բացատրողում թե չէ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը ասում է, այս թեմայով մի խոսացեք, մենք հետները կբանակցենք, հանգիստ այդ հարցերը կլուծենք, այս կանենք, այն կանենք, էլի, այսինքն ինչքան դուք այդ թեմայով խոսում եք, այնքան դժվարացնում եք նրանց հարցը։ Իսկ միջազգային հարթակներում ասում են, այդ ձեր խաղերը թողեք մի կողմ, մարդկանց ինչ ես կալանավորը։ Ինչ ա քո ուզածը։ Պրծավ, Արցախն են հանձնել, ինչ ես ուզում։ Թող այդ մարդկանց։ Իսա կարևոր է, որ դա հասկանում ենք, որ դա պարտադիր կատարման ուժ չունի, բայց հնչեցնելը Ֆրանսիայի կողմից, մեզ բարեկամ երկրի կողմից, բավական լուրջ ազդեցություն ունեցող երկրի կողմից այսօրվա աշխարհակարգի պարագայում դա շատ կարևոր է։ Հիմա արտարադատության նախարարը Հայաստանի Սրբուհի Գալյանը հայտարարել է. մեր առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը, եւ դա նախատեսվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Գալյանը մանրամասնել է. մարտ ամսին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի։ Այսինքն լայն քննարկման կդրվի մարտ ամսին, բայց ասում է դեռ մինչև այսօր եկեղեցու կարգավիճակի փոփոխության հետ կապված կետերին չի անդրադարձել հանձնաժողովը։ Մեկ էլ նախաբանից անկախության հռչակագիրը հանելուն չի անդրադարձել հանձնաժողովը։ Բայց փետրվար ամիսն է, այդ ինչ մնաց, որ հիմա պետք է անդրադառնա։ Այսինքն իրավիճակին եք նայեն, որ դա անի, բալուշ քննարկման թեմա չի դա։ Դա ամենաառանցքային թեմաներից մեկը չի։ Հասարակությունը դրան չի սպասում, բայց դուք ինչին եք սպասում։ Այսինքն մարտ ամսին հրապարակելու եք, դեռ փետրվար ամսին այդ հարցը չեք էլ քննարկել հանձնա։ Այսինքն դե հանձնաժողովի քննարկի չքննարկի, Փաշինյանը ըստ իրավիճակի Ալիևի հետ ինչա պայմանով, ըստ դրա պետք է որոշի դա որ պահին անեն, ինչ անեն։ Բայց դա է ցույց տալիս էլի քայլերը։ Հետո էլ դժգոհում է, ասում է դե ասեցի ինչքան պարգևավճար ենք ստանում, հետո էլ շահարկեցին էսան, դրա շահարկելը ո՞րն է, բայց ամենակետ չի, ես մեր կառավարության անդամները նենց հետաքրքիր մտքեր են արտահայտում։ Սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանն էլ ինչ է ասում, թոշակառուներն ավելի երկար են ապրում, աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է։ Հա, հիմա տեսեք, ուզում եմ բացատրի, որ տեսեք, հա, դե թոշակառուն երկար ապրես, թոշակ ենք վճարում, բեռը ավելանում, հա, բայց խնդիրն ուրիշ է։ Մենք որ խոսում են, չէ, իմ մոտ են տպավորությունն է, որ մեր կառավարության անդամները ուղղակի շարքային Facebook-յան ստատուսչիներ են։ Նախարար չեն, էլի։
Գործի ժամը մեկը տեն մեծ ստատուս գրեց, սրան հակադարձեց, մի հատ բան ասեց, կառավարության անդամի խոսույթ չկա մեջները։ Հիմա նայեմ ես, լավ, թոշակառուները երկար են ապրում, ինչ որ բեռա կուտակվել աշխատողների վրա։ Դուք խոսում եք 50-100 տարվա ինչ որ կտրվածքով ինչ որ հեռանկարային բաներ անելու, որ գիտեք որ հաստատ որևէ ձևով ոչ դա որևէ մեկը կարա ապացուցի, ոչ այն էլ էս հարափոփող աշխարհում դուք 100 տարվա խաղաղություն եք բերում։ Բայց լավ, դնենք մի կողմ, ուղղակի ուզում եմ ասեմ, որ նախարար ես մի հատ բան ես ասում, դինամիկան հիմա մի հատ ցույց տուր մարդը լսի հասկանա։ Թոշակառուները երկար են ապրում, փողը չկա։ Նախ հարցը նա է, որ եթե թոշակը չեք բարձրացնում, պատճառաբանում եք, փող չունեք, այդ մտածեիք թե ոնց անեք։ Թոշակառուին որ փող տաս, այդ թոշակառուն գնալու է անմիջապես առնելու է առաջ հանրայցության ապրանք, այդ փողը քու երկրում մնալու եւ գնողունակ պահանջարկ է ստեղծելու։ Քու տեղական արտադրությունն էլ է զարգացնելու։ Նա չի գնալու կազինոյում այդ փողը տարվի Հայաստանից դուրս։ Իսկ դուք ասում եք գնանք Լոպեսին բերենք 6 միլիոն փող տանք, որպեսզի ինքը երկրի բիզնեսը զարգացնենք, տուրիստ գա փող ծախսի այստեղ, փողը տանք բիզնեսմենին, հյուրանոցին տանք, սրան տանք, նրան տանք։ Ոչ, թոշակառուին տվածը հաստատ գիտես քո երկրում մնալու, բայց լավ, դա հարցի մի կողմն է։ Ի վերջո նախարար ես, ինչ որ բան ես ասել, բեռը ծանրանում է, տենդենսը 1974 թվականի ծնվածները արդեն անցել են կൂട്ടակային կենսաթոշակային ռեժիմի։ Դա նշանակում է, որ նրանց 63 տարեկանը, որ լռացավ, ասենք 2037 թվականին, չէ՞։ 10 տարի հետո, 11 տարի հետո։ Լրիվ այլ կարգավիճակ է ալնելու Հայաստանում թոշակի հետ կապված, չէ՞։ Այդ մարդիկ կուտակել են, իրանք ստանալու են իրանց կուտակածից։ Մի մասը կուտակային կենսաթոշակի խմբի մեջ չի։ Ուրեմն նա շարունակելու է այն մյուս ռեժիմով։ Մի մասը ընդհանրապես չի աշխատել, ստանալու է տարիքային կենսաթոշակ, ոչ թե աշխատանքային կենսաթոշակ։ Հիմա դուք ունեք հաշվարկ։ Մի հատ դրեք, ասեք ժողովուրդ ջան, դինամիկան սա է։ Գալու է մի հատ պահ, որոնելու է այսպես։ Այս մարդիկ այսքան կուտակային է, այսքան մարդիկ դուրս են գալու, այն թոշակառուները, որոնք պետությունից ստանալու են տարին տարու վրա, այս տոկոսով մահանում են, sense դուրս են գալիս, արդյունքում ստացվել է ունենալու ենք այսպիսի վիճակ։ Պետությունը տալիս է կուտակային կենսաթոշակի հետ կապված փոխհատուցում այսքան մաս, այն մասը կուտակայինից դուրս է այսքան է, այն մասը չի աշխատում այսքան է։ Տոկոսային այսպես, բեռը այսպես, դինամիկան այսպես։ Ուրեմն մենք պետք է այսօր կատարենք այս քայլը, վաղը մյուս քայլը կամ գումար մենք կուտակենք, որպեսզի վաղը կարողանանք դիմանանք դրան, որտեղ ինչ տոկոս է կազմում, ինչ գումար է մեզ պետք, երբ որ այդ կուտակայինը դուրս է գալի տակը ինչ է մնում։ Կամ եթե թեթևանում է բեռը պետության, ասես որ ժողովուրդ ջան, պետության բեռը 11 տարի հետո թեթևանալու է օբյեկտիվորեն, որովհետև այս մարդիկ արդեն սկսում են իրենց թոշակը կուտակել, որի պարագայում մենք կարող ենք այսօր այս քայլը անել վաղը, այն քայլը անել մյուս օրը, այն քայլը անել։ Մենք հասկանանք, որ խոսում է նախարար, մենք հասկանանք, որ մարդ է խոսում, որը հեռանկարային պատկերացում ու դինամիկա է ցույց տալի։ Ոչ թե ասում է ժողովուրդ ջան, այսօր մենք մի հատ բան խոսացինք Ալիևի հետ, 100 տարի խաղաղություն ենք բերել, որ հասկանում ես աբսուրդ է։ Բայց նախարար ես մի հատ ասա մարդիկ հասկանան, որ թե չէ ինչ է նշանակում, հիմա բեռը ավելացել է, հա, աշխատողի վրա, ինչ է տեղի ունենալու մի քանի տարի հետո, որ մենք հասկանանք, մեր դեմը նախարար է խոսում։ Իդեպ որ ասենք անընդհատ խոսում են նրա մասին, որ դե բարձր աշխատավարձ ենք տալի, որպեսի այդ ազգային ժողովի պատգամավորը մեկն էլ էր այսօր ասում, բայց եթե փոխնախարարին այսքան գումար տանք, այսինքն ցածր գումար տանք, անմիջապես իրան կտանեն մասնավոր բիզնես։ Հիմա հարցը առաջանում, այդ որ դուք ասենք ձերոնց այդքան շատ փող եք տալի, բայց որ իրենց հակով չի այդ գործը, իրանք սկսում են որակով աշխատել, որ պարտիքավճարը մեծանում է։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ եթե մեկին հիմա տանեք 1 միլիոն պարգևավճար տակ կամ 10 միլիոն տակ, 10 միլիոն դոլար պարգևավճար տակ, ձեր աշխատողները կարան 250 կիլոգրամ ծանրաձողը բարձրացնեն։ Չեմ ասում լա 267 կիլոգրամ համաշխարհային ռեկորդ է։ Զուտ լավ, տես համեստ 250 կիլոգրամ։ Այսինքն բավականաշատ փող տան դուք դա կարաք բարձրացնեք, ժողովուրդ ջան, դա ձեր հակով չի։ Դուք ասում եք մենք բարձր փող ենք տալի, որ որակով մարդիկ ներգրավենք, բայց չեք ներգրավում։ Սա ձերոնք են։
Նիկոլ Փաշինյանն ասում է չափի միավորը նա է, կամ պետք է ինձ հետ քայլած լինի, կամ պետք է իմ արժեքները ընդունի։ Արժեք չունես, ինչ է ընդունի։ Այսինքն նշանաբար իմ աչքը համբուրի։ Բա դու որտեղ եք այդ կադրերը ընդունում։ Այսինքն ուզում եք ասեք, եթե այդ բարձր պարգևավճարը չտաք, ձեր այդ թիմակիցների համար հերթում գլուխ են ջարդում, որ իրանց գողանան տանեն մասնավոր բիզնես։ Ժորժան, դուք ընդամենը Նիկոլ Փաշինյանը այդ փողը տալիս է, սկզբից տալիս էր, որ ոնց ասի հնու հնազանդ կատարեն։ Այն հայտնի երգի նման ասում է առնեմ դառնաց չխոսկան։ Բայց հիմա անես պարգևավճարներ ա տվել, ինչ չխոսկան այդ երթունը շենքի։ Լավ եկել, հիմա արդեն երգում ու պարում են, Ժորժան, արդեն չխոսկանի ռեժիմից դուրս են եկել։ Արդեն երգում են, արդեն պարում են։ Ժողովուրդ, որակյալ կադրը ցույց տու, էլի ում ես բերե բարձր աշխատավարձով։ Այդ ինչ որակական փոփոխություն է սարը, որ ասում ես, եթե այս փողը չունենայինք, որակյալ կադր չէինք ունենա։ Չէ, ձերոնց տալիս եք, որ իրանք ձերաթոռը պահեն։ Այդքան մի բան։ Այդ դրա համար էլ թոշակառուիներ չի երիքում, տարբեր բաների չի երիքում։ Մի հատ բան ուղղակի երեք Facebook-ը հիշացրեց, չկարողացա կարդամ, արդեն ուշ էր։ Փորձեմ այսօր հասցնեմ նայել, որտեղ այսօրվա թեմաներին էլ առնչ որ բան է, էլի 2015 թվականի փետրվարի մասին է խոսքը, երեկվա այսինքն դեպի Սերժ Սարգսյանը իշխանապողության հարցում պետք է շտապել, այլապես կկորցնենք Հայաստանն ու Ղարաբաղը։ Հաճախ ենք լսում կշտամբակներ, թե ակտիվ քաղաքական գործընթացներում այս կամ այն չափով ներգրավված քաղաքագետները, վերլուծաբաններն ու փորձագետները խտացնում են գույները, ասենք երկիրը կործանման եզրին է ու նմանատիպ նախազգուշացումներով, բայց մարդիկ նայում են իրենց պատուհաններից ու ոնց որ թե դեռ չի կործանվել, ուրեմն հայտարարված տագնապը գնահատում են կեղծ։ Մինչդեռ մասնագետների գործն էլ հենց այն է, որ արհավիրքի մասին զգուշացնեն այն ժամանակ, երբ խորքային պրոցեսները դեռ արտաքին ակնհայտ նշաններ ցույց չեն տալիս ու սովորական աչքի համար տեսանելի չեն, որպեսզի հնարավոր լինի կանխել կամ գոնե խուսափել ծանր կորուստներից։ Նմանապես, եթե մասնագետը զգուշացնում է, որ հարկավոր է նախապատրաստվել կործանարար ցունամիին, պետք չէ օլիմպիական հանգստությամբ հեգնել, թե ինչ ցունամի, մի տեսեք օվկիանոսն ինչ խաղաղ է, անգամ ջուրը հետ է քաշվում ու հազիվ մի թեթև ալյակ է նշմարվում։ Չէ որ եթե ալյակը նշմարվել է, արդեն ուշ է նախապատրաստվելու համար, մնում է գոռալ փախի փրկվի, եթե իհարկե կհասցնես։ Ինչու սա ասացի։ Եվ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը ոչ իրավաբանորեն, ոչ էլ պատկերացումներում Հայաստան չէ, ու մեր երկրի ԵԱՏՄ-ին անդամակցության որպես նախապայման դրվեց առանց Ղարաբաղի, շատերս տագնապ հնչեցրեցինք, որ որքան էլ բանավոր պայմանավորված լինեն, թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև սահման չի լինելու, դա չի կարող փարատել մեր կասկածները։ Չմոռանաք, որ այն ժամանակ Ղազախստանի նախագահը կարդաց Ալիևի նամակը, որ այո, մենք ԵԱՏՄ կընդունենք Հայաստանին, եթե Հայաստանը ասի, որ Արցախի հետ չենք մտնում։ Սերժ Սարգսյանը այնտեղ ծպտունը դուրս չեկավ, Նազարբաևի առաջնորդի ով էր ինքը խոսար, Հայաստանը մեր եկավ, ասեց հայ իհարկե Ղարաբաղը ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր մտքերում Հայաստան չի, մոռացեք, այո, մենք մտնում ենք առանց Ղարաբաղ։ Ասենք ժողովուրդ, հենց դա դու իրավաբանորեն հենց քո հայտարարությամբ ընդունեցիր, որ Ղարաբաղը Հայաստան չի, դա քո դեմ օգտագործելու են։ Այդ պահին չօգտագործեն, հետո են օգտագործելու, արդեն դու ինքդ ես օրինականացրել դա։ Հիմա այդ էինք բացատրում են, ժամանակ ասում են դե լավ եկելի հերիք այլի Արցախի հետ տենում եք առանց սահման շփվում եք։ Չեմ պնդում, որ ԵԱՏՄ ղեկավարները կցանկանան խախտել պայմանավորվածությունը, բայց աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ դա խախտելը շատերին է ձեռնտու, քանի որ Հայաստանի վարած ձախողված արտաքին քաղաքականության պատճառով հայտնվել ենք բառիս բուն իմաստով տոտալ մեկուսացման մեջ։ Ուստի ամեն ինչ արվելու է, որպեսզի գործը հասնի Հայաստան-Ղարաբաղ սահմանի հայտնվելու։ Ասել է, թե ցանկացած պրովոկացիա դրսի ուժերի կողմից կանխատեսում էինք, բայց որ դա կարվի մերոնց ձեռքով, անկեղծ ասած մտքովս չէր անցնի։ Ու եթե վստահ էի, որ վերջին բոլշևիկը, դե դա մականունն է, չէ, Սերժ Սարգսյանի որպես վերջին բոլշևիկ իրան որ ասում են, վերջին բոլշևիկը հանուն փողի ու աթոռը պահելու ընդունակ է ամեն ինչի, բայց հոգու խորքում կարծում է, որ ունակ է ամեն ինչի, բայց մի սահման այնուամենիվ կա, որ չի անցնի, ապա հիմա այդ վստահությունն էլ չկա։ Հիմա ասեմ ինչին է վերաբերվում, այդ ոնց այդ սահմանն առաջացավ,
Թեպետ այդ սահմանն այդպես էլ չէի գտնում, քանի որ Թուրքիայի հետ անհաջող խաղեր, Արևմուտքի հետ ձախողված սիրախաղեր, Ռուսաստանի համար անվստահելի գործընկեր, աշխարհի աչքում քցող երկրի համբավ, բայց մեկ է, դեռ հույս ունեի, որ այդ սահմանը կա, ուղղակի տեսանելի չէ։ Ասելս այն է, որ թեև Սարգսյանի անհաշտ քննադատի որակում եմ ստացել, բայց նրա մասին ավելի լավ կարծիքի եմ եղել, քան նա իրականում կա, որովհետև իրականում ինչ տեղի ունեցավ։ Այնինչ օրերս տեղի ունեցավ, ի նկատի ունեմ հայաստանցի Ղարաբաղցի բախում հրահարվեց, հենց մերոնց ձեռքով, որպեսզի մերոնց թեթև ձեռքով էլ մեր երկու պետությունների միջև սահմանը քաշվի, դա դուրս է անգամ ամենավառ երևակայության սահմաններից։ Ուստի չեմ խորանա, թե ինչու դա տեղի ունեցավ եւ ով է մեղավոր, դրա ժամանակն էլ կգա, իսկ հիմա դա կանեն ուրիշները։ Ուղղակի ուզում եմ նշել, որ ոչ թե Ղարաբաղը կորցնելու հավանական վտանգների մասին պետք է խոսել, այլ հայտարարել, որ հունվարի 31-ից միացված է դանդաղ գործողության ականի ժամացույցը եւ այլևս գնում է հետադարձ հաշվարկ, ու եթե օր առաջ չլուծենք Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացման հարցը, կկորցնենք Ղարաբաղը, որոշ ժամանակ հետո էլ Հայաստանը։ Իսկ ինչ տեղի ունեցավ հունվարի 31-ին։ Ես կոնկրետ փաստ այնտեղ չէի նշում, որ մեկը չասեր ում ես պաշտպանում, որտեղ ընդհանրապես այդ քաղաքական ուժի իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս է իրանց գործունեությունը։ Այն որ գնացել էին 100-ամյակը առանց ռեժիմի, նկատի ունի Սերժ Սարգսյանի դեմ, ավտոարշավը որոշել են մտնեն Արցախ։ Արցախի հետ էլ Հայաստանի հետ սահման չկա։ Սահմանը վա դրեցին, ջարդեցին այդ մարդկանց։ Կանանց, երեխաներին, մորումանուկ չթողեցին, դրեցին ռետինե մահակներով ջարդում էին, մեքենա էին ջարդում, մարդկանց էին ջարդում, բայց չէ այդ սահմանը քաշե։ Հա, չի կարելի Սերժ Սարգսյանին քննադատել, կարող է այդ մարդկանց քաղաքականությունը ողջունես, բայց դա դրա հետ ինչ կապ ունի։ Մենք խոսում ենք, դուք ո՞նց դրեցիք սահման, որտեղ սահման գոյություն չուներ։ Դուք ինքներդ դրեցիք։ Դու իրավունք չունես մտնես Արցախ։ Ուստի եթե կարծում ենք, որ իշխանափոխության համար կարող ենք մանրակրկիտ նախապատրաստվել, այժմ արդեն հարկավոր է շտապել, քանի որ դատելով գործող նախագահի վտանգավոր քայլերից այն պետք է 3 արած լինեինք։ Հուսով եմ կազդարարվի իշխանափոխության գործընթացի սկիզբը, այլապես մենք խուսափում ենք ցնցումներից, իսկ իշխանությունները բախումներ են հրահարում, որոնց կորուստներն անհամեմատ մեծ են լինելու, եթե չասենք անդառնալի։ Բայց իշխանությունը 15 թվականին բռնաճնշումների անցավ ընդդիմության դեմ եւ մեկ է կեղծ ընդդիմություն ստեղծեց Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Արդյունքը տեսանք ինչ եղավ։ Էլի այդ կործանման առաջ կանգնեցինք, ուղղակի մի քիչ ժամանակը երկարաձգեցին, բայց այն ինչ որ կանխատեսում էինք, դա ինչպես տեսակ գլխներիս եկավ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։